Բարև ձեզ։ Ինչ է սահմանադրական իմունիտետը, անձեռնամխելիությունը։ Ինչպես է այն տարածվում օրինակ կրոնական կազմակերպությունների վրա։ Ով է այդ անձեռնամխելիության երաշխավորը։ Այսօր տաղավար ենք հրավիրել իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Վահե Թորոսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Թորոսյան, կրոնական կազմակերպության ներքին կարգապահական հարցերին վերաբերող քրեական հետապնդում սկսելը, դատարանի կողմից այդ հայցը ընդունելը ինքնին արդեն վարույթի հիմք չէ այդ մարմինների նկատմամբ որպես սահմանադրական կարգի խախտում։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածի 4-րդ մասը հստակ ամրագրում է կրոնական կազմակերպությունների երկու առանցքային սկզբունք։ Առաջինը դա իրավահավասարությունն է, երկրորդը ինքնավարությունն է։ Կրոնական կազմակերպությունների սահմանադրական այդ իմունիտետը շատ բարձր արժեք է։ Ընդ որում այդ դրույթը ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքում 2007 թվականին ընդունված, որտեղ հայ պետությունը ճանաչում է հայ առաքելական եկեղեցու ինքնակառավարումը իր նվիրապետության սահմաններում։ Սրանք բոլորը առնչվում են այդ ինքնավարության սահմանադրական արժեքին, հա։ Բայց եկեք նկատենք, որ կրոնական կազմակերպության ինքնավարությունը շատ ավելի բարձր արժեք է, քան սովորական կազմակերպության ինքնավարությունը։ Տեսեք, մենք օրինակ նույն սահմանադրությամբ խոսում ենք բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության մասին։ Բուհերը Հայաստանի Հանրապետությունում ունեն ինքնավարություն, ակադեմիական ազատություն եւ ինքնակառավարում։ Բայց նույնիսկ բուհական ինքնավարությունը համեմատելի չէ կրոնական կազմակերպության եւ եկեղեցու ինքնավարության հետ։ Եկեղեցու ինքնավարությունը շատ ավելի բարձր տարողություն եւ ծավալ է ընդգրկում, որովհետեւ այն հոգեվոր եւ սակրալ նշանակություն ունի։ Օրինակ, եթե սակրալ նշանակությունը իրավական կատեգորիա է, իրավական կատեգորիա չէ, բայց պետությունը որպես հանրային իրավունքի սուբյեկտ, պետությունը դրան մեծ կարևորություն է տալիս։ Այսինքն հոգևոր տիրույթում կարգավորվող հարաբերություններին պետությունը որոշակի արժեք եւ նշանակություն է տալիս եւ դա է պատճառը, որ եւ ամերիկյան եւ եվրոպական իրավական դոկտրիններում ձևավորվել է այդ հայեցակարգը եւ մեր սահմանադրությամբ դա տեղ է գտել մասնավորապես ինքնավարության սկզբունքի իմաստով, հա։ Տեսեք, օրինակ, եթե որևէ կազմակերպության, դա կլինի առևտրային ընկերություն, թե օրինակ ոչ առևտրային հիմնադրամ կամ հասարակական կազմակերպություն, եթե այնտեղ աշխատանքային վեճ է առաջանում, այդ աշխատանքային վեճը կարող է քննության առարկա դառնալ աշխարհիկ դատարանների կողմից, բայց ոչ երբեք կրոնական կազմակերպության հոգևոր դասի վեճի պարագայում, հա։ Հոգևոր սպասավորների միջև վեճը դա բացառապես եկեղեցու ներքին ինքնակառավարման, ինքնակազմակերպման խնդիրն է, եւ դա երբեք չի կարող դառնալ դատական վերահսկողության առարկա։ Նույնիսկ եթե դա լինի այդպիսին, ապա բարձր դատարանը, դա կլինի սահմանադրական դատարան կամ վճռաբեկ դատարան, թե օրինակ Միացյալ Նահանգներում գերագույն դատարան կամ օրինակ միջազգային դատարան, ինչպես մարդու իրավունքների եվրոպական դատարանը, միանշանակ կբեկանեն այդ որոշումը, որովհետև կհամարեն, որ դա եկեղեցու ներքին խնդիրն էր եւ որևէ պարագայում պետությունը իրավունք չուներ միջամուխ լինելու, ներխուժելու այդ հարաբերությունների ոլորտ, որը բացառապես կանոնական իրավունքով է ենթակա կարգավորման եւ պաշտպանության։ Ըստ մեր սահմանադրության եւ ընդհանրապես ըստ պետության փիլիսոփայության, պետությունը ինքն է հենց առաջին հերթին երաշխավոր մեր բոլորի սահմանադրական իրավունքների իրացմանը եւ պաշտպանությանը։ Երբ պետությունը ինքը դառնում է այդ իրավունքների սահմանափակողը, փաստորեն ինչպես օրինակ այս դեպքում, ունենալով ճիշտ հակառակ պատասխանատվությունը ուրիշների կողմից սահմանափակումը պաշտպանելու եւ երաշխավորելու դրանց ազատությունը։ Սա ինչ իրավաբանական կազուս կարող է առաջացնել հենց պետության համար։ Իրականում սա բավականին լուրջ խնդիրներ է հարուցում եւ սրանով ըստ էության խաթարվում է պետության իրավակարգը եւ բացի պետական իրավակարգի խաթարումից դա նաեւ հանգեցնում է
եկեղեցու կանոնական հարաբերությունների եւ ընդհանրապես հոգեվոր կյանքի նկատմամբ լուրջ մարտահրավ էր, որովհետեւ այդ տիրույթը ըստ էության անձեռնմխելի է։ Տեսեք, օրինակ քրեական օրենսգիրքը 209-րդ հոդվածով ամրագրում է խղճի եւ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը։ Դա համարվում է քրեորեն պատժելի արարք։ Այսինքն, եթե որևէ մեկը, պարզ քաղաքացին նույնիսկ խաթարի որևէ անհատի, կրոնական ծես իրականացնելու իրավունքը, խոչընդոտի դրան այլ կերպ, ապա պետության պոզիտիվ պարտականությունն է միջամտել եւ ապահովել այնպիսի պայմաններ եւ երաշխիքներ, որի պարագային այդ կրոնական ազատությունը անխաթար կիրականացվի։ Բայց մեր իրականությունում մենք կարծես թե դա չենք տեսնում։ Հակառակը տեսնում ենք, որ ինքը պետությունը, պետական իշխանությունն է կարծես թե ներխուժում եւ խոչընդոտում կրոնական ծեսի իրականացմանը եւ եկեղեցու ինքնակառավարմանը։ Օրինակներ կարող են բերել Հովհաննաբանքի դեպքը մասնավորաբար, երբ եկեղեցին ըստ էության զրկվել էր իր սեփականության իրավունքով պատկանող տարածքում կրոնական ծես իրականացնելու հնարավորությունից։ Եվ այստեղ պետությունը չի կարող, գիտեք, պարզապես անկողմնակալ դիտորդի դեր ստանձնել եւ ասել օրինակ ինչպես ուզում եք իրականացրեք։ Պետությունը պետք է ակտիվ նախաձեռնողական գործողություններ իրականացնի այդ խոչընդոտումը բացառելու համար։ Բայց մեր իրականության մեջ մենք նկատեցինք, որ ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև անհարկի հետապնդումներ, հալածանքներ իրականացվեցին հոգևոր դասի անդամների նկատմամբ եւ փաստացի եկեղեցին զրկվեց ոչ միայն ծես իրականացնելու հնարավորությունից, այլև առասարակ մուտք ունենալու իր սեփականության տարածքի հնարավորությունից։ Երկրորդ օրինակը կարող եմ բերել, երբ քննչական կոմիտեն Կիրակի օրը առավոտյան հոգևորականներին հրավիրում էր հարցաքննության։ Ամբողջ թեմի ընդ որում, իսկ հավատացյալներն իսկ չէին կարող ընտրել մեկ այլ եկեղեցի գնալ մոտակա գյուղի եկեղեցին։ Այսինքն պարզ է, որ ըստ էության չկար այդ հրատապ անհրաժեշտությունը, հենց Կիրակի ոչ աշխատանքային օրը եւ պատարագի ժամին հրավիրելու հոգևորականներին, հարցաքննել նրանց եւ դրանով ըստ էության անուղղակիորեն խաթարել այն կրոնական ծեսը, որը իրականացվում է եկեղեցիներում ամեն Կիրակի առավոտյան։ Եվ այսպիսի օրինակները բազմաթիվ են եւ քանի որ դրանք շատ են, հետեւաբար առաջանում է կանխաբարկած, որ այստեղ ոչ թե արդեն պատահականության սկզբունքն է գործում, այլ պետությունը ուղղակիորեն ներխուժում է եկեղեցու ինքնակառավարման տիրույթ եւ փորձում է որոշակի վերանայումներ անել մի ոլորտում, որը բացարձակապես նրա իրավազորության ներքո չէ։ Եվ դրա վառ ապացույցը նաև հայոց հայրապետին եւ սրբազանների նկատմամբ իրականացվող այդ դատաքննությունն է։ Ընդհանրապես մեր հանրության մեջ մտայնություն կա եւ երբեմն այդ մտայնությունը տարածվում է, որ ինչ ենք հասկանում անձեռնամխելիություն ասելով։ Մենք հաճախ մտքի շփոթ ենք ունենում, օրինակ կոնկրետ այդ դեպքը, որ դուք հիշատակեցիք քրեական հետապնդումը եւ վարույթը եւ դատական նիստը վերաբերում է ոչ թե հոգևորականներին, այդ թվում նաեւ հայոց հայրապետին որպես քաղաքացի որևէ ենթադրյալ հանցանք գործելու մեջ մեղադրելու համար է հրավիրել դատարան, այլ հենց որպես կաթողիկոս գործելու եւ հանրության մեջ այս շփոթը շատ հաճախ կա, թե անձեռնամխելիությունը հոչի վերաբերում նրան, որ մարդը ինչ ուզի կարող է անել եւ մնալ անպատիժ։ Այդ անպատժելիության եւ անձեռնամխելիության սահմանը այս դեպքում փորձենք որոշակիացնել, որպեսզի հասկանանք, որ որն է անպատժելիության այսպես կանխավարկածը եւ որն է անձեռնամխելիությունը խախտելու, սահմանադրական կարգ խախտելու հանգամանքը։ Հոգևոր դասի անդամները ունենալով այդ եկեղեցական իմունիտետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Հետևաբար իրենք եւս պետք է եւ պարտավոր է հետևեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին։ Այսինքն, եթե դիցուկ օրինակ հոգևոր դասի անդամի կողմից խախտվում է օրենքը, պետական օրենքը, բնականաբար պետությունը կարող է այստեղ եւ պարտավոր է գործողություններ իրականացնել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Դա չի նշանակում, եթե հոգևորականը կամ կրոնական կազմակերպության անդամը ունի իմունիտետ, ապա դա իրեն ամենաթողության որոշակի հաղթաթուղթ է սահմանում։ Խոսքը վերաբերվում է իրավական պետության մեջ զանցանքներ եւ հանցանքներ կատարելուն, հա։ Եվ այստեղ ուղղակի հարցը չի վերաբերվում զանցանքին կամ հանցանքին։ Այն մեղադրանքները, այն վարույթները, որոնք կառուցվել են հոգևոր դասի անդամների նկատմամբ եւ մասնավորապես հայոց հայրապետի նկատմամբ, դրանք որևէ օրենքի շրջանակներում չեն գործում, որովհետեւ օրինախախտում տեղի չի ունեցել։ Բացարձակ, որովհետեւ դրանք օրենքով կարգավորվող հարցեր չեն, դրանք բացառապես կանոնական, ներեկեղեցական օրենսդրությամբ եւ կանոններով են սահմանվում, թե հայոց հայրապետը ում կարգալույց կանի, ում կնշանակի պաշտոնին, ում պաշտոնից կազատի, դա բացառապես եկեղեցու հայացողությունն է եւ հայոց հայրապետի տնօրինությունն է հայրապետական։ Եվ որևէ մարմին կամ ատյան պետական առավել եւս չի կարող դա քննել, ելուր մնաց թե մի հատ էլ վճռել եւ սահմանափակումներ դնել։ Ճիշտ ենք արդյոք ընկալում, որ այդ մոտեցումը սկզբունքը բոլոր կրոնական կազմակերպություններին է վերաբերում։ Անշուշտ։ Խոսքը միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասին չէ, որպես ազգային եկեղեցի։ Դա բոլոր կրոնական կազմակերպության ներքին ինքնակառավարմանն է վերաբերում, հա, հակառակ պարագային մենք խոսենք իրավահավասարության սկզբունքի խախտման մասին։ Բոլոր կրոնական կազմակերպության հոգևոր աշխատակիցները, սպասավորները, հովիվները եւ այլն հոգևորականները իրենք օգտվում են այդ սահմանադրական իմունիտետից եւ այստեղ պետությունը իրենց ներսում կատարվող վեճերը իրավունք չունի քննել, նույնիսկ եթե քննության առարկա դարձնի, նորից եմ կրկնում, դրանք բարձր դատարանների կողմից ուղղակիորեն բեկանվելու են եւ արձանագրվելու են խախտումներ, ինչպես օրինակ Միացյալ Նահանգների եւ եվրոպական դատական պրակտիկայում է տեղի ունեցել։ Այնտեղ էլ օրինակ դատարանները քննության առարկա են դարձրել հոգևորականներին վերաբերող վեճեր, բայց օրինակ Միացյալ Նահանգներում Գերագույն դատարանը բազմիցս արձանագրել է խախտում, առայն որ այդ ստորադաս դատարանները իրավունք չունեն քննության առարկա դարձնելու մի վեճ, որը աշխատանքային իրավունքով չի կարգավորվում եւ հետեւաբար ենթակա չէ պետական դատարաններին։ Ընդ որում այստեղ ուշագրավ է, որ այդ դոկտրինը կոչվում է ծառայողական բացառություն, ministerial exemption։ Միացյալ Նահանգների դոկտրին է, իրավական իմունիտետ է, որը վերաբերում է նրանց սահմանադրության առաջի փոփոխությանը, որտեղ պետությունը եւ եկեղեցին տարանջատված են։ Եվ այս պարագայում պետությունը փաստորեն չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, եթե դա վերաբերում է, ասենք օրինակ վարդապետության կամ ուսմունքի մեկնաբանությանը, կարգապահությանը, հոգևոր դասի անդամների նշանակմանը եւ ազատմանը, կառավարմանը եւ այլ հարցերում։ Եվ Գերագույն դատարանը հստակ ուղենշել է այդ սկզբունքները եւ թեստերը, թե որ պարագայում օրինակ կարող է միջամտություն տեղի ունենալ։ Ներողություն, մենք կարող ենք հղում անել այլ պետության գործերին եւ իրավահարաբերություններին։ Հասկանում եմ, որ տեսական գիտելիքի շրջանակում այո կարելի է քննել այդ դեպքերը, քննարկել այդ դեպքերը, բայց եթե խոսքը այլ պետության մասին է, ի վերջո մենք Միացյալ Նահանգների քաղաքացի չենք։ Այո։ Տարբեր իրավական համակարգեր են, բայց երևույթի վերաբերյալ իրավական դոկտրինը ըստ էության նույնն է, շատ չի տարբերվում եւ եվրոպական եւ անգլոսաքսոնական իրավական ընտանիքներում, հա։ Նույն այդ ծառայողական բացառության դոկտրինը այլ կերպ մեկնաբանվում է նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ կարծում եմ, որ այդ փորձը կարելի է փոխառել եւ նաեւ հենվել դրա վրա մեծապես, հա, մեր սահմանադրական արժեքները մեկնաբանելու տեսանկյունից։ Իհարկե անգլոսաքսոնական իրավական ընտանիքի անդամ չէ Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգների իրավական համակարգը այս առումով բավականաչափ տարբերվում է։ Բայց եթե տեսնում ենք, որ նույն արժեքը նաեւ կա եվրոպական իրավական ընտանիքներում, եվրոպական պետություններում եւ դատական պրակտիկայում, միեդի պրակտիկայում, ապա ինչու չխոսել դրա մասին, ինչու չընդգծել ժողովրդավարական որևէ պետության, իրավական պետության փորձը եւ ցույց տալ, որ արդի
երկրներում աշխարհիկ ժողովրդավարական պետություններ այսպես են վարվում։ Դրանք ոչ թեոկրատիաներ են, ոչ կրոնապետություններ են, մահմեդական շարիաթի իրավունքով կարգավորվող, դրանք մեր պես աշխարհիկ այսպես ժողովրդավարական իրենց համարով մենք ցկտում ենք։ Այո, որոնց մենք ցանկանում ենք հասնել, չէ՞, որպես էտալոնային ուղենիշ։ Եթե մենք վերցնում ենք օրինակ Միացյալ Նահանգները եւ եվրոպական երկրները որպես էտալոնային ուղենիշ եւ ցանկանում ենք դրանց զգտել, ապա ինչ մեջ չբերենք այդ դատական պրակտիկան։ Եվ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերը հատկապես այդ ոլորտում գրեթե նույնությամբ ընդգծում են այդ սկզբունքի կարևորությունը։ Սահմանադրական այն սկզբունքը, որ եկեղեցին եւ պետությունը տարանջատ են, շատ հաճախ ընկալում կա, որ դա նշանակում է, որ եկեղեցին էլ պետք է չխառնվի պետության գործերի, միշտ իրավունքի այդպես փիլիսոփայության հիմքում եւ ընդհանրապես այդ սկզբունքը ворթեգրելու քաղաքակրթական սկզբունքը ворթեգրելու հիմքում դրված է, որ պետությունը որպես գործիքակազմ ունեցող մեքենա պետությունը չպետք է միջամտի կրոնական կազմակերպության ներքին գործերին, այդ իմաստով են անջատված, որովհետև պատժի մեքենան պետության եւ հնարավորությունները պետք կրոնական կազմակերպություններին պաշտպանելու համար է այդ օրենքը, օրինակ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մարդուն քաղաքացուն պետությունից պաշտպանելու համար, ոչ թե փոխադարձ պաշտպանության համար է։ Եկեք մի քիչ բարձեցնենք հեռուստադիտողների համար այդ սկզբունքը, որովհետև դա էլ շատ հաճախ տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս այդ ծրագիր մեդիայում։ Շնորհակալ եմ հարցի համար, քանիցս քննարկել ենք այդ հարցը պետության եւ եկեղեցու տարանջատման վերաբերյալ, բայց քանի որ այսօր այն շատ մեծ արդիականություն է ներկայացնում, եւս մեկ անգամ ընդգծեմ, որ դա չի նշանակում կրոնական կառույցի, եկեղեցու եւ պետության կապերի փոխբացառում։ Պետության եւ եկեղեցու տարանջատումը նախ եւ առաջ վերաբերում է նրանց գործառութային տարանջատմանը։ Այսինքն եկեղեցին հոգեվոր գործառույթ է իրականացնում, այսինքն հոգին է նորոգում եւ ունի փրկաբանական առաքելություն, եւ պետությունը հաստատում է երկրային արդարությունը։ Ի վերջո երկուսի ֆունդամենտը աստվածային ծագումն է։ Երկուսն էլ ունեն սրբազան հիմնավորում, ինչպես պետությունը, այնպես էլ եկեղեցին։ Բայց գործառութային առումով անշուշտ նրանք տարբերվում են։ Եվ այստեղ նրանց մեջ ոչ թե պետք է լինի բաժանարար պատ կամ իսպար չեզոքացում, այլ պետք է լինի ներդաշնակ համագործակցություն։ Այդ տարանջատումը վերաբերվում է երկուստեք միմյանց գործերին չխառնվելու, հա, Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մասնավորապես կրոնական կազմակերպությունների խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին 91 թվականի օրենքով սահմանվում է, որ եկեղեցին կառավարման գործառույթ պետական կառավարման մարմնի գործառույթ չի կարող ստանձնել, որը եւ չի իրականացնում, բայց արդյոք կարող ենք ասել, որ պետության եւ եկեղեցու տարանջատումը նշանակում է եկեղեցու բացառումը հանրային քաղաքական դաշտից։ Բնականաբար ոչ։ Առավել եւս, երբ այդ հանրային քաղաքական հարցերը վերաբերում են գոյութենական մարտահրավերներին, երբ որ դրված է հայ ազգի լինելիության խնդիրը, պետության պաշտպանության, այսինքն եկեղեցին չի կարող այստեղ, գիտեք, կրավորական եւ пассив դիտորդի կարգավիճակ ընդունել եւ հոգեվոր դասը եւ ասել, գիտեք, թող պետությունը լուծի բոլոր խնդիրները։ Բնականաբար պետք է եկեղեցին եւս ունենա իր դերակատարությունը։ Եթե հանգամանքներն են դրան մղում, քաղաքականությամբ զբաղվել չէ, դա պետական մարմնի գործառույթ իրականացնել չէ, դա պետական կառավարմանը միջամտել չէ բացարձակ, հա, այսինքն եկեղեցին որևէ պարագայում չի միջամտել պետության գործերին այն իմաստով, ինչ իմաստով, որ հաճախ մեկնաբանվում է։ Օրինակ ինչ պիտի աներ, որ միջամտել համարել։ Մի օրինակի վրա եկեք քննարկենք։ Օրինակ պետական մարմնի գործառույթ իրականացնել։ Օրինակ եկեղեցին չի հայտարարել, որ բանակի ֆունկցիա ես եմ կատարելու։ Օրինակ իրավաստեղծ գործունեություն իրականացնել եւ ասել, որ դա պետք է համապարտադիր լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ժամանակին ունեցել է եկեղեցին այդպիսի գործառույթ, երբ կամ չենք ունեցել պետություն կամ պետության պարագային եկեղեցին ստանձնել է ամեն դեպքում այդ իրավաստեղծ իրավակարգավորիչ գործառույթը։ Այսինքն ազգային եկեղեցական ժողովներում ընդունել է կանոններ, որոնք ի դեպ այսօր եկեղեցական իրավունքի հենքն են հանդիսանում, բայց դրանք այն ժամանակ ծառել են նաև աշխարհիկ օրենսդրության աղբյուրներ։
Այսինքն քաղաքացիների վրա են տարածվել։ Բնականաբար սահմանադիր ժողովներ են դրանք եղել, Աշտիշատը, Շահապիվանը, Դվինը, Պարտավը եւ մյուսները։ Այսինքն եթե չլինեն այդ ժողովները, չլինեն այդ կանոնները, որոնք կարգավորեին առհասարակա մեր առօրյան կեցությունը, հասարակական հարաբերությունները եւ այլն, ապա ինչպես կարող ենք մենք խոսել, օրինակ Միջնադարյան Հայաստանի օրենսդրության մասին։ Մենք չունենք այդպիսի օրենքներ, չէ՞։ Ունենք դատաստանագրքեր բնականաբար, բայց ովքեր են այդ դատաստանագրքերի հեղինակները։ Մխիթար Գոշը, Դավիթ Ալավկավորտին, այսինքն մարդիկ, որոնք հոգևորականներ են, վարդապետեր են եղել, հոգևոր դասի ներկայացուցիչներ են եղել։ Այսինքն այդ օրենպետական օրենքի անգամ անկյունակարը կարող ենք մեր իրականության մեջ ասել, որ դրել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ եկեղեցու երախտավոր վարդապետները։ Եվ այսօր ասել, որ գիտեք, եկեղեցին իրավունք չունի որևէ կերպ միջամտել եւ այլն, դա անթույլատրելի է։ Այո, եկեղեցին օրենք չի հեղինակում, եկեղեցին կառավարության գործառույթ չի իրականացնում, եկեղեցին արտաքին քաղաքականություն չի իրականացնում, ինչպես որ անում է ժամանակին, հա։ Թեև եկեղեցին էլ կարող է բնականաբար իր այսպես եկեղեցական հոգևոր գործունեությամբ եւ գործառույթներով նպաստել պետության արտաքին քաղաքականությանը, բայց ոչ բոլոր դեպքերում փոխարինել դրան եւ կարծեմ թե մեր եկեղեցին ունի նման ցանկություն եւ նախաձեռնություն։ Այս իրադարձությունների եւ հակաիրավական գործողությունների ծիրում հաճախ հենց եկեղեցու որպես ինստիտուտ, որպես կառուցակարգ եւ եկեղեցի պետություն հարաբերությունների իրավական տեսակետից էլ անդրադառնում ենք հաճախ դրան։ Ի վերջո, որպես հանրային կրոնական կազմակերպություն հայրաքելական եկեղեցին ժամանակակից տերմինաբանությամբ ասած, երևի ամենամեծ շահառուները, չէ, եւ անդամները ունեցող հասարակական կազմակերպություններից է։ Այո։ Որևէ կերպ այդ ինստիտուտի, այդ կառույցի դեմ ուղղված գործողությունները խաթարում են այդ քաղաքացիների, հավատացյալների, շահառուների իրավունքները։ Միանշանակ խաթարում են, որովհետև իրանք կարող են վիրավորել հավատացյալ անդամների նվիրական զգացմունքները եւ կրոնական համոզմունքները։ Տեսեք, շատ երկրներում այդ կրոնական զգացմունքների վիրավորանքը եւ համոզմունքների նկատմամբ այդ խոսքի միջոցով ոտնձգությունը համարվում է քրեորեն պատժելի արարք։ Մեր իրավաբանները կարող են հավաստել դա, միջազգային պրակտիկայում շատ նախադեպեր կան, հա, երբ որևէ անձ կլինի պետության ներկայացուցիչ թե շարքային քաղաքացի, երբ վիրավորում է հավատացյալ անդամների կրոնական զգացմունքները, դա քրեորեն պատժելի արարք է։ Եվ մեր պարագային ես կարծում եմ, որ այդ ատելության խոսքը, կրոնական թշնամանքի բորբոքումը, ատելության սերմանումը, հատկապես ազգային եկեղեցու նկատմամբ, որի հավատացյալ անդամները կազմում են պետության բնակչության գերակշիռ մեծամասնությունը։ Այս պարագայում խնդիրը շատ ավելի բարդ է եւ ըստ էության պետական իշխանությունը պետք է օր առաջ դադարեցնի այդ մարտավարությունը։ Այսինքն ներողություն կարող եք ասել, որ օրինակ ամենայն հայոց հայրապետի Նավազանի անունով դիմելը քրեորեն պատժելի արարք կարող է դիտարկվել, որովհետև վիրավորում է հավատացյալների կրոնական զգացումները։ Չէ, ասի քրեորեն պատժելի արարք, որովհետև մեր քրեական օրենսգրքում նման նորմ չկա, եթե լինի, այո, կարող է լինել, կարող է դա մեկնաբանվել, օրինակ կրոնական զգացմունքների վիրավորում։ Եթե մենք օրինակ քրեական օրենսգրքում նախատեսենք այդպիսի մի հանցակազմ, կրոնական զգացումների վիրավորումը նախատեսված է։ Բայց դա արդեն դատարանի մեկնաբանության հարց է, դատարանը կարող է մեկնաբանել եւ օրինակ տեսնել, որ թե ինչ ազդեցություն է ունեցել Ավազանի անունով հայոց հայրապետին դիմելը հասարակության անդամների կամ քրիստոնյա հավատացյալների, այսպես հոգեկան, քրիստոնեական կյանքի վրա։ Եթե խաթարվել է այդ կյանքը, ապա վստահաբար կարող է այդտեղ որևէ նախադեպ եղել է աշխարհում կոլեկտիվ հայցի այդպիսի։ Կոլեկտիվ հայցի չի եղել, բայց մասնավոր դեպքեր եղել են, հատկապես օրինակ Թուրքիայում եւ Հունաստանում նմանատիպ գործեր կհանդիպեք, օրինակ Թուրքիայում շատ սուր է դրված այդ հարցը, այնտեղ կրոնական զգացմունքների անարգումը քրեորեն պատժելի արարք է համարվում, հա, դա կլինի խոսքի միջոցով, որ ասենք սրբապատկերը այրելու միջոցով կամ
ասենք ծաղրանկար պատկերելու միջոցով, հա, կամ ասենք հոգևոր դերակատարներին կամ օրինակ առաքյալներին, թեկուզ Հիսուս Քրիստոսին ծաղրի առարկա ներկայացնել եւ ֆիլմերում հեգնելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիտել է որպես կրոնական զգացմունքների անարգանք եւ վիրավորանք։ Ես ինքս որպես քրիստոնյա եւ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ կարծում եմ, որ դա խորապես անարգում է նաեւ իմ կրոնական համոզմունքները։ Եթե կան հարցեր, կան խնդիրներ, կան երկխոսության ենթակա խութեր, ապա դրանք պետք է պարզվեն հաղորդակցության միջոցով, ոչ թե հանրային դեբատների եւ քննարկման առարկա դառնան, որտեղ դրանցով անուղղակիորեն միջամտում են նաեւ մեր հոգեվոր կյանքին, հա։ Ի վերջո խոսքը վերաբերում է ոչ թե սոսկ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին, այլ առաքելական եկեղեցու աշխարհասփյուր հայության ընդհանրական պետին, ամենայն հայոց կաթողիկոսին։ Ընդ որում այն մարդիկ, ովքեր որ ցիտում են նաև պետական օրենքը, պետք է նկատի ունենալ, որ հայոց հայրապետի անձնագրում արձանագրված է ոչ թե նրա ավազանի անունը, այլ նրա հայրապետական անունը։ Այնպես որ նաև Հայաստանի Հանրապետությունը պետք է հարգի այդ դրույթը եւ իր տված անձնագիրը բնականաբար։ Ամփոփելով մեր զրույցը ուզենամ նաև ընդգծենք, որ եւ որպես հայ եկեղեցու անդամ դուք ինքներդ էլ հիմա որ խոսում եք ձեր հույզերից, ձեր իրավունքներից եւ այլն, եւ նաև հայ եկեղեցու որպես կառույց նրա նկատմամբ տեղի ունեցած իրավախախտումներից դուրս նաև կա մեր պետության հանգամանքը։ Ի վերջո մենք որքան էլ խոսում ենք իշխանությունների գործադրած այս անօրինականությունը, այն անօրինականությունը, դա մեր պետությունն է, Հայաստանի Հանրապետությունն է։ Ինչ է տեղի ունենում, այսինքն ինչով է վտանգավոր այս հակաիրավական, հակասահմանադրական, հակամարտկային, այսինքն մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերը հենց մեր պետության համար։ Այս իրադարձությունները եւ դեպքերը, որոնք տեղի են ունենում հայ առաքելական եկեղեցու դեմ եւ մասնավորաբար հայոց հայրապետի նկատմամբ, որը անձնավորում է հայ առաքելական Սուրբ Եկեղեցին, դրանք մեծապես խաթարում են նաեւ երկրի իրավակարգը։ Այսինքն նմանատիպ դրվագները կամ դատական միջամտությունները ենթադրյալ ուղղակիորեն կարող են շատ վատ նախադեպեր ստեղծել հետագայում կրոնական այլ կազմակերպությունների կամ թեկուզ եկեղեցու ներքին գործերին միջամտելու եւ ընդհանուր նաեւ աշխարհասփյուր նաեւ թեմերի հոգեվոր առաջնորդների վերաբերյալ կարող են շատ վատ բացասական նախադեպեր ստեղծել, որովհետեւ եթե մեր պետությունը այսպես է վարվում դարերի պատմություն ունեցող ազգային ինստիտուտի նկատմամբ եւ հոգեվոր առաջնորդի նկատմամբ, ապա օտար պետություններում գործող թեմերի առաջնորդները բացարձակ երաշխավորված չեն իրենց նկատմամբ իրականացվող միջամտություններից, այնպես որ մենք շատ վատ նախադեպ եւ արձագանք ենք ղվում, ուղերձ ենք ղվում սրանով, որ մի կողմից խաթարում ենք մեր պետության իրավակարգը, սահմանադրական կարգը, որտեվ այն արարքները, որոնք նախատեսված են, դրանք իրավական չեն բացարձակ։ Դրանք բխում են քաղաքական նպատակահարմարություններից եւ խմբային շահերից։ Եվ եթե մենք դա բերում ենք վարկի խնդիր, ի վերջո մենք Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես մի պետություն, որը ձգտում է ժողովրդավարության, ձգտում է ավելի քաղաքակիրթ ընտանիքի անդամ լինելու հայց ենք ներկայացնում մենք այսօր որպես հասարակություն եւ պետություն, բայց ամենաֆունդամենտալ սկզբունքները ստացվում է, որ մենք հասարակություն որպես եւ պետություն որպես ի վիճակի չենք, այսինքն դասագրքային են ամենափոքր քննությունն անգամ չենք կարողանում հանձնել այդ դեպքում ինչ վտանգ է սպառնում Հայաստանի Հանրապետությանը հեռանկարում։ Հայաստանի Հանրապետությունը ուղղակի դադարում է լինել իրավական պետություն։ Այսինքն օրենքի նկատմամբ հարգանքը եւ իրավունքի գերակայությունը պարզապես վախճանվում է։ Եվ սա բերում է արդեն կամայականության մեծ ալիք եւ դա կարող է հանգեցնել նրան, որ որևէ մեկը չի կարող երաշխավորված լինել որևէ իմունիտետից կամ իրավունքներից։
Սա չափազանց վտանգավոր նախադեպ է։ Ի վերջո մենք որպես պետություն նաև բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ ենք ստորագրել եւ հանձնառու ենք պաշտպանել այն ինչ որ այսօր չենք պաշտպանում։ Բնականաբար, եթե հանկարծ այս գործերը պատիժների համակարգ կա, թե չկա։ Այո, եթե այս գործերը վերջը քննության առարկա դառնան եւ ներպետական մարմինների կողմից վիճարկվեն եւ բողոքի արկայության պարագայում օրինակ, մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվեն, վստահաբար կարող եմ ասել, որ եվրոպական դատարանը չի շեղվի իր նախկինում արտահայտած դիրքորոշումներից, որոնք Հայաստանի Հանրապետությունը պարտություն է կրելու։ Բնականաբար, անխուսափելի պարտություն է կրելու եւ դրանով տուժելու է նաեւ մեր պետությունը եւ քաղաքացիների, չէ, եւ դա նյութական նաև վնաս է ենթադրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իսկ այդ նյութական վնասի փոխհատուցողը ի վերջո լինելու է Հայաստանի Հանրապետության պարզ քաղաքացին իր հարկերի հաշվին։ Դա անխուսափելի է լինելու, որովհետև նորից եմ ասում, Եվրոպական դատարանը հստակ ուղենիշային որոշումներ ունի այդ մասով։ Եվ ես քանի որ չեմ ցանկանում տաղավարում ուղղակի դասախոսության վերացել նյութը, բայց ցանկության պարագայում կարող են քննել այդ գործերը հատիկ առ հատիկ եւ տեսնենք թե ինչպես է պաշտպանել միջազգային դատարանը կրոնական կազմակերպության ներքին ինքնակառավարումը իր հայեցողության տիրույթում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Վահե Թորոսյանն էր, քննարկումները կշարունակվեն ամենայն բարիք։